Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր ցուցմունք տվեց ոստիկանության բարեկապահակային ծառայության ջոկատի հրամանատար Արկադի Բաղդասարյանը։ Նա պատմեց, որ մայիսի 31-ին Արամ Խաչատրյանի արձանի մերձակայքում նկատելով քաշքշուկ մոտեցել է, տեսել է, որ գետնին ընկած է այս գործով խմբակային խուլիգանության մեջ միակ մեղադրվողը Հայ ազգային կոնգրեսի 19-ամյա ներկայացուցիչ Դավիթ Քիրամիջյանը, որը հարվածներ էր հասցնում Վարազդատ Թադևոսյանին, այս գործով տուժող ճանաչված մյուս ոստիկանին։ Տուժող ոստիկան Արկադի Բաղդասարյանը ցուցմունք տվեց, թե երբ փորձել է բերման ենթարկել Դավիթ Քիրամիջյանին, իրեն հարվածներ են հասցրել հավաքվածները, այդ թվում ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ մեղադրվող Հայ ազգային կոնգրեսի 18-ամյա ներկայացուցիչ Սարգիս Գևորգյանը։ Նա ըստ մեղադրական եզրակացության պոկել է ոստիկանի ուսադիրը։ Իդեպ այսօրվա դատական նիստին մասնակցելու նպատակով դատարան եկած Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Վարդգես Գասպարին դատարանի դահլիճ չմտավ։ Նա նիստից հետո պատմեց. Մտա դատարանի դահլիճ, ուրեմն սկզբից փորձեցին ինձ բռնել, չթողնել, ինձ հրելով վայր գցեցին, հետո էլ բերեցին դուրս։ Վարդգես Գասպարին անմիջապես հաղորդում ներկայացրեց ոստիկանության կենտրոնի բաժին։ Դատական նիստի ավարտից հետո կենտրոնի բաժնի ներկայացուցիչը արդեն դատարանում էր եւ Գասպարիին հրավիրում էր բացատրություն տալու։ Այնպես ինչպես միշտ են անում, այդ բանը փորձեցին ուրեմն տեղափոխել կենտրոնի ոստիկանություն, ինչպես տուժողին միշտ անում են, այսպես ասած, մեղադրյալ։ Ես ուրեմն ասացի, որ ես չեմ գալիս, ես հենց հանցագործության վայրում եմ բացատրություն տալիս այդ